Եթերում վերածնունդն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս և մի մոռացեք հավանել ու տարածել այս տեսանյութը։ Ճերմակ հողաթումբ գրքում բանաստեղծ Դավիթ Մշեցին գրում է. «Մեծ մեռելների պատգամը հեգնում և փայփայում ենք մեր գոյը նվաստ»։ Թերևս մեր մեծ մեռելների պատգամն է փնտրում Դավիթ Մշեցին Հայոց լեռներում և սա կարող եք հասկանալ բառի բուն իմաստով։ Վերջին շրջանում բանաստեղծն իրեն նվիրել է արշավագնացություններին, թափառում է Հայոց լեռներում և իբրև դրա վկայություն հեղինակել է իր լեռնագնացի օրագիրը բանաստեղծությունների ժողովածուն, որի մասին էլ այսօր կխոսեմ։ Բայց մինչ տվյալ գրքին անցնելը կարդամ Մշեցու մի դահիճ գիշեր վերնագրով բանաստեղծությունը, որպեսզի ստանանք բանաստեղծի հոգեբանական պատկերը։ Մի դահիճ գիշեր, հեկեկոծ մանկան, չկային աստղեր, մեռավ լուսնկան, և մի ճիչ ուժգին պատռեց խավարը, Աստված տարավ իր լուսե ավարը, երախը բացեց կյանքը դժնադեմ, ցինիկ հասկացրեց, որ որբ եմ արդեն։ Մի դահիճ գիշեր որոտաց հայրս, չկային աստղեր և չկար մայրս։ Կան իրադարձություններ, որոնք անդառնալիորեն փոխում են մարդու կյանքը, գուցե ոչ անմիջապես, բայց հետագայում գնալով համոզվում ես, որ այդ օրը դու դարձար ուրիշ մարդ, որ մինչ այդ կանգուն հոգեկան կառույցներդ փլուզվեցին և մեղմիկ քամին հանկարծ փոթորիկ դարձավ։ Հիշում եք հայտնի բանաստեղծությունը Ծիծեռնակի մասին։ Ծիծեռնակը բույն էր շինում և շինում էր և երգում, ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Դավիթ Մշեցու պոեզիան նման է փլատակների մեջ որոնողական աշխատանքներ իրականացնող մարդու գործողություններին, անվերջանալի պայքար և ինչ-որ բան փրկելու փորձ։ Մշեցու պոեզիան սրտի երգերի հավաքածու չէ, այլ խորհուրդ, փիլիսոփայություն, վերադարձ դեպի արմատներ, որոշ դեպքերում հնի մերժում, որոշ դեպքերում հինը որպես պաշտամունք։ Քրիստոնեության ընդունումից ի վեր մեր ավերված տաճարների փլատակները հետապնդում են մեզ։ Մենք մինչ օրս փորձում ենք էլի ինչ-որ բան փրկել մեր կորուսված պատմությունից, վերագտնել հին փառքն ու ոգեղենությունը, որպեսզի խաչը դառնա սուր, իսկ այդ սուրը կիրառող լինի։ Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այս նպատակին է ծառայում Մշեցու լեռնագնացի օրագիրը բանաստեղծական ժողովածում։ Էլ որտեղ պետք է փնտրենք մեր ուժը, եթե ոչ Հայոց լեռներում, ձորերում ու անտառներում։ Բայց խոսքերից զատ պետք է նաև ճանաչել երկիրը, որում ապրում ենք։ Այն ընթերցողը, ով կվերցնի այս գիրքը և կկարդա այն, ավելի ու ավելի կճանաչի, կսիրի ու կզգա Հայաստանը, որն ամենևին էլ սահմանափակ տարածություն չէ։ Ցավոք սրտի շատ ու շատ հայրենասեր տղաներ Արցախն առաջին անգամ տեսան միայն պատերազմի ժամանակ։ Սա նշանակում է թերացել էր պետությունը, մինչ այդ չկազմակերպելով այցեր դեպի Արցախ։ Նշանակում է մենք խոսել ենք, երգել, հպարտացել մեր հաղթանակով, բայց մեր անելիքը կիսատ ենք թողել։ Այս հարցը մեր առաջ ծառացած է նաև այսօր և ակտիվորեն պետք է քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես դպրոցների միջոցով և հայ մանուկներն իրենց քաղաքներից զատ պետք է նաև լինեն Հայաստանի մյուս վայրերում։ Գիտեմ, որ իրականացվում են ծրագրեր, հուսամ բավարար աշխուժությամբ։ Իսկ մենք ճամփորդենք պոեզիայի միջոցով, կարդամ Դավիթ Մշեցու փախուստ բանաստեղծությունը։ Թողնեմ ժխորն այս ճահճա քաղաքի, թողնեմ անկումներն ու դավերը մութ, գնամ ու ձուլվեմ մանուշակների խոնարհ թերթերին երկնքի պես լուրջ։ Գլուխս դնեմ ծեպերի վրա, դառնամ արցունքը թաց սիզախոտի, ձնծաղիկների բույրով արբենամ, դառնամ քնքշանքը կապույտ զանգակի, բուժեմ վերքերս գագաթ առ գագաթ, դառնամ թփի տակ ժպտացող մի սունկ, դառնամ ձնահյուսք, դառնամ սնձի կաթ, դառնամ եղևնու կրծքից բխող խունկ, մոռանամ այնինչ պատրանք է եղել է խաբկանք, փրկության ճահիճ, գնամ Արարչի
գաղտնիքը պեղեմ նրա տեղապահ հայոց լեռներից։ Ընդգծենք փրկության ճահիճ արտահայտությունը, քանզի այսօր այն բազմաբովանդակ հնչեղություն է ստանում։ Կարող ես հասկանալ կրոնական իմաստով, կարող ես նաև քաղաքական երանգ հաղորդել այս բառակապակցությանը։ Ճակերտների մեջ փրկիչների պակաս չունենք, ինչպես ասում են, բայց այսքան փրկիչների մեջ փրկվելու ցանկությունն է կորել։ Քանզի շատերն իրականում փորձում են փրկել իրենց տերերին, տերերը փրկում են իրենց ունեցվածքը, ակտիվորեն մեր երկրում փորձում են փրկել այլ երկրների շահերը եւ այս ամենը տեղի է ունենում մեր հաշվին։ Ահա թե ինչու հայ ժողովուրդն անտարբեր է դարձել, անտարբեր եւ հոժարակամ անկյուն քաշված։ Ելքը լեռներն են, ինչպես ասում է Դավիթ Մշեցին, հայրենիքի հետ ներդաշնակվելը եւ սրա ու նրա ձեռքին խաղալիք չդառնալը։ Պատկերավոր ասած, ձմեռ է տիրում մեր երկրում, սակայն ձմեռն ամենահաղթ չէ, բոլորը չէ, որ պարտվում են ձմռան սառնամանիքին եւ այս համատեքստում կուզեի կարդալ Մշեցու ձմեռ բանաստեղծությունը։ Դաշտեր ու անտառ հառաչում են խուլ, խորքուն է մտել արջը որջում տակ, պախ հանգերքում է ջրվեժը տխուր ու գնում կորչում սառույցների տակ։ Ոտնահետքերը գայլերի քաղցած գալիս հասնում են գյուղացու շեմքին, կածանը կորցրած եղնիկ ու քարայց մի կերպ են ճեղքում կուրծքը ձյուների։ Փաթիլ չէ ասես, այլ ճագարի թաթ, որ առատորեն թափվում է դիզվում եւ ողջ լեռներին գագաթ առ գագաթ ճերմակ խարույկի բոցով հրկիզում։ Բուքը ոռնում է որպես ահազանգ, հիշեցնում ինքն է տերը աշխարի, բայց սոճիները ասում են դեռ կանք, իզուր դրոշըտ մի թափահարի։ Ով ինձ հետ է վախճան չունի, ասում է բնությունը, մեզ մնում է լսել նրան եւ չհուսահատվել, չկամազրկվել, չվախենալ աղմուկից, քաոսից, որ ամենուր է, բայց ոչ լեռներում։ Ելքեր կան միշտ եւ հենց այդ ելքերն է մատնանշում Դավիթ Մշեցին իր Լեռնագնացի օրագիրը գրքում։ Ես կարդացի 3 բանաստեղծություն, որոնք ինքնատիպ էին, պատկերավոր եւ որ ամենակարևորն է ուղեցույցային։ Քիչ չեն այդպիսի ստեղծագործությունները Մշեցու պոեզիայում ու եւս մեկ անգամ վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ ժամանակակից գրողները ասելիք ունեն, բայց մեր վերը նշված աղետալի անտարբերությունը տարածվում է նաև նրանց վրա։ Ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Բոդլերը մի արձակ բանաստեղծության մեջ ասել է. «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արփեք անդադար, գինով, պոեզիայով կամ առաքինությամբ, ինչով կամենաք»։ Ահա եւս մի գերպատճառ պոեզիայով գրականությամբ հետաքրքրվելու համար։ Կարդամ մի քառյակ Մշեցու այլագրություն բանաստեղծական ժողովածոից, որ նվիրված է տղերքին եւ իմաստավորում է նրանց սխրանքը։ Կյանքում կան բաներ, որ կարևոր են, քան նույնիսկ կյանքը։ Նրանք զոհվեցին սահմանի վրա, որ մի բուռ հողն այս հայրենիք մնա։ Եթե նկարիչը դեմքեր է փնտրում, ուսումնասիրում մարդկանց դիմագծերը, ապա բանաստեղծը տող է փնտրում, հատկապես 21-րդ դարում, երբ թվում է, թե ամեն ինչ ասված է։ Հաղորդումն ավարտեմ Դավիթ Մշեցու Լեռան գիշեր բանաստեղծությունից մի հատված կարդալով։ Ունկը թողած շշուկներում եւ հայացքը աստղերի մեջ տաքանում է ցուրտ վրանում տողը գտած մի բանաստեղծ։